Այսօր մեզ է միացել քաղաքագետ Իրանագետ Արմեն Վարդանյանը, բարև ձեզ Արմեն։ Շաբաթն ավարտվեց երկու կարևոր իրադարձությամբ։ Միացյալ Նահանգների Իրան բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Հունգարիայի ընտրություններում պարտվեց Օրբանը 16 տարի Հունգարիան ղեկավարած։ Այս իրադարձությունների ազդեցությունը դեպի մեզ չափելի են։ Ընդհանուր առմամբ Օրբանի ազդեցությունը, Օրբանի պարտությունը Հայաստանի համար իհարկե կարևոր է, որովհետև Հունգարիան լինելով Եվրամիության անդամ երկիր, շատ հարցերում տորպեդարում էր Հայաստանի համար կարևոր որոշումները։ Գիտենք, որ Եվրամիությունում որոշումներն ընդունում են կոնսենսուսով, եւ եթե նույնիսկ մեկ երկիր վետո է դնում, ապա որոշումները չեն ընդունում, եւ այս տեսանկյունից Օրբանը իսկական գլխացավանք էր դարձել եւ Եվրամիության երկրների համար եւ նաեւ այլ երկրների անդամների համար, որոնք ֆինանսական հատկացումներ են ստանում այդ կառույցից։ Իհարկե, ընդհանուր ֆինանսական օգնության մասով Հայաստանին տրվող Հունգարիան վետո չէր դնում, բայց Եվրամիության պաշտպանական հիմնադրամից Հայաստանին տրվող դնում էր ֆինանսական հատկացումների մասով, որով ոչ մահաբեր զենք պետք է գնվեր, Հունգարիան այստեղ խնդիրներ էր ստեղծում եւ վերջին տարիներին ստիպված կոնսենսուս։ Այսինքն ուղիղ պրոադրբեջանական վարկագիծ։ Այո, պայման էր դնում։ Եթե Հայաստանին տալիս եք այդ 10 միլիոն, սկզբից 10 միլիոն էր, հետո 20 միլիոն դոլար։ Եթե Հայաստանին տալիս եք, ուրեմն այդքան էլ տվեք Ադրբեջանին, իրենք էլ թողականազերծման քայլեր ձեռնարկեն եւ ստիպված Եվրամիությունը ընդունում էր այդ պայմանը, այլապես նա տորպեդարում էր իր վետոյով։ Այստեղ սա իհարկե մեզ ուղղակիորեն առնչվող որոշումներ էին։ Էլ չասած, որ Օրբանի խոհանոցումը եւ Գուրգեն Մարկարյանի Դե դրա մասին հարցի բարոյական կողմն է, դա իհարկե դրա մասին էլ չասած, բայց զուտ ֆինանսական առումով Եվրամիության պաշտպանական հիմնադրամից Հայաստանին տրվող հատկացումների առումով ինքը իհարկե խնդիր էր ստեղծում։ Հիմա Հայաստան, Հունգարիա, Ադրբեջան-Հունգարիա կոնյունկտուրայում փոփոխության կենթարկվի այս իշխանությունը։ Գիտեք, երկկողմ հարաբերությունների լավացման մասով վերջ տարիներին Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկել եւ Հունգարիան էլ իր կողմից էր որոշակի ընդառաջ գնացել։ Գիտենք, որ երկար տևական ընդմիջումից հետո Հայաստանը քայլեր ձեռնարկեց եւ վերականգնեց Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները, որ կասեցվել էր Գուրգեն Մարկարյանի սպանությունից հետո 12 այո, Ռամիլ Սաֆարովին արտահանձնումից հետո վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը քայլեր ձեռնարկեց եւ իրենք էլ ընդառաջ գնացին, բացի դրանից նաեւ իրենք որոշակի իրենց մեղքը քավելու համար այլ քայլեր ձեռնարկեցին, մի քանի գերիների վերադարձի հետ կապված Ադրբեջանից Հունգարիան է քայլեր ձեռնարկել, իր միջնորդական ջանքերներ ներդրել եւ որոշ գերիներ հենց Հունգարիայի միջնորդությամբ են։ Հունգարիայի մասով մի կարևոր հանգամանք էլ Հունգարիայում պարտվեցին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Այո։ Եթե կարելի է այդպես ուղիղ ասել։ Այո, ոչ միայն նա, իհարկե Թուրքիան էլ էր շատ մեծ բան, որովհետև Օրբանը նաև Հունգարիային տարել էր եւ թուրքախոս երկրների պետությունների կազմակերպությունում դիտորդ անդամ էր դարձել։ Այդ նիստերին էլ էր մասնակցում Հունգարիան եւ բավական ջերմ հարաբերություններ ուներ։ Դուք շնորհավորել, ասել է շնորհավորում են վերադարձի Եվրոպա։ Այո, որովհետև ինքը փաստացիորեն Եվրամիության մեջ 5-րդ շարասյան դեր էր ստանձնել եւ անընդհատ այսպես տորպեդարում էր Եվրամիության։ Ֆիցոն մենակ մնաց։ Ֆիցոն այդքան ընդգծված չի, ինչքան Օրբանը։ Օրբանը շատ, ասենք, ես վերջերս մի շարք այլ իրողություններ պարզվեցին, պարզվեց, որ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն Եվրամիության արտաքին գործերի նախարարների փակ հանդիպումից ուղղակիորեն ինֆորմացիա է տրամադրել Սերգեյ Լավրովին եւ նրանից ստացել ցուցումներ։ Մեկ կարևոր միջազգային պարբերականներից մեկը կարծեմ պոլիտիկոն էր, մի նյութ էր տեղադրել վերջերս, որտեղ նշվում էր, որ Օրբանը Պուտինի հետ հեռախոսազրույցում պատմել էր Եզոպոսի այն առակներից մեկը, որտեղ առյուծը ընկնում է ցանցի մեջ եւ մուկը գրծոտելով այդ ցանցը ազատ է արձակում առյուծին եւ վերջում էլ ասել էր ես կարող եմ ձեր համար այս մուկը լինել, ինչով կարող եմ ձեզ կօգնել։ Արգելի Պուտին, այո, բոլոր առումներով ինքը փաստացիորեն 5-րդ շարասյան դեր է ստանձնել Եվրամիության եւ նրա լկտիությունը այն աստիճաններ ասել, որ միլիարդավոր դոլարների օգնություն ստանալով Եվրամիությունից ասում էր, որ այս կառույցը որևէ ապագա չունի, փլուզվելու է, քանդվելու է
եւ փաստորեն գործում էր Եվրամիությունից այդքան միլիարդավոր դոլարներ ստանալով գործում էր այդ կառույցի դեմ։ Ամեն հիմա Միացյալ Նահանգներ, Իրան տապալված բանակցությունները։ Չնայած տապալված դեռ շուտ է ինձ թվում է ասելը, բայց հետ բանակցային ինչ փուլ է սպասվում։ Այս պայն հետ բանակցային փոխադարձ սպառնալիքների փուլ է։ Փոխադարձ սպառնալիքներ են եղում միմյանց ասեն ԱՄՆ եւ Իրանը։ ԱՄՆ-ը սպառնում է նոր ռազմական գործողություններով, իսկ Իրանն էլ սպառնում է, որ բացի Հորմուզի նեղուցի փակումից նաեւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կպավի, որտեղ այնտեղ Եմենի հութիների ձեռքով նա կարող է դա անել։ Եվ սա եւս մեկ լուրջ քայլ կլինի միջազգային հիմա չի արել։ Դե չգիտեն պատճառները, դա Հորմուզի նեղուցի փակումը Եթե կարող էր անել։ Կարող է, բայց անմիջապես չի կարող անել, դա կարող է անել իր պրոքսիների միջոցով, հութիների միջոցով Եմենի։ Ընդհանուր առմամբ հութիների մասով իրենք այս անգամ շատ пассив էին, շատ այս վերջին ռազմական իրադարձությունների ժամանակ շատերի կարծիքով իրենք էլ պետք է արձակվեին Իսրայելի վրա, մոտիկա գիտենք որ Եմենից Իսրայել շատ ավելի մոտիկա, քան Իրանից, եւ իրենք ունեն բավականին լավ հրթիռներ Իրանի կողմից տրված եւ սպասում էր որ նրանք էլ կմտնեն ռազմական գործողությունների մեջ եւ իրենց բալիստիկ եւ այլ հրթիռներով կարող են հարվածել եւ Իսրայելին եւ Նիջերկական ծովում գտնվող նավերին, այդ թվում նաեւ ամերիկյան ռազմանավերին։ Կան տեղեկություններ, որ ամերիկացիների հետ են պայմանավորվել եւ այս անգամ բավականին չեզոք են եղել։ Բայց իհարկե որովե երաշխիք չկա, որ ինչ-որ մի պահի Իրանի ճնշումների արդյունքում հութիները կարող են գնալ նաեւ այդ քայլին եւ փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցան։ Ամեն դեպքում այս պահին կարծես թե կողմերը սպասողական վիճակում են, իմ կարծիքով հնարավոր է բանակցությունների նոր ռաունդ, նոր փուլ լինի, որովհետեւ ամեն դեպքում երկու կողմն էլ ուզում են բանակցություններ եւ ուզում են որ Դե ամեն դեպքում զինադադար ուժի մեջ է։ Այո, երկշաբաթյա զինադադար ուժի մեջ է։ Բայց այսօրվանից Թրամփը հայտարարել է Պարսից ծոցը փակելու մասին։ Մի քիչ դժվար է պատկերացնել, եթե Եվրամիությունը չի միանում, որովհետև հայտարարությունները մեկը մյուսին հետևում են Մեծ Բրիտանիայից սկսած, արդեն որ Թրամփի գործողություններին չեն մասնակցի։ Միայնակ Միացյալ Նահանգներին կհաջողվի տանել։ Գիտեք ինչ, հաջողվելը կհաջողվի, բայց եթե գնան այդ քայլին մեծ դարվելու է մեծ զոհերի գնով, որովհետև Հորմուզի նեղուցը բավականին մոտ է Իրանին։ Եթե գնան այնտեղ որ փակեն, պետք է նաև ցամաքային գործողություններ իրականացնեն։ Իրանի ափամերձ որոշ շրջաններ պետք է գրավեն։ Այլապես նույնիսկ սովորական հրետանիով իրենք Իրանից կարող են հարվածել այնտեղ գտնվող ամերիկյան ռազմանավերին կամ ցամաքային զորքին։ Մի խոսքով բավականին ռիսկային գործողություն է եւ դա մեծ զոհեր կբերի։ Իսկ ինչը Թրամփի համար այդքան էլ ցանկալի չէ։ Պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն էլ շատ լուրջ ճնշումներ կա Թրամփի վրա։ Բավականին մեծ եւ զոհեր ունեն եւ այսպես մեծ քանակությամբ հրթիռներ եւ գործանիշներ են կորցրել որոշ։ Մի խոսքով բավականին լուրջ ճնշումներ կան Թրամփի վրա։ Չի բացառում, որ կոնգրեսում, ասենք, դեմոկրատները impeachment սկսան։ Նոյեմբերին այնտեղ միջանկյալ ընտրություններ են եւ արդեն իսկ խոսում է, որ դեմոկրատները կարող են հաղթել։ Մի խոսքով այնտեղ էլ լուրջ ճնշումներ կան եւ եթե փորձի Հորմուզի նեղուցում ռազմական ճանապարհով բացել։ Շատ է խոսում նաեւ Խարկ կղզին գրավելու մասին, բայց դա էլ էլի ռազմական գործողությունները պետք ցամաքային։ Իսկ դա ղիել լուրջ վտանգներով եւ բավականին մեծ զոհերի գնով կարող է դանել։ Լավ, հարց է առաջանում. ինչու չհաջողվեց նահանգներին եւ Իսրայելին միասին Իրանին տանել կապիտուլյացիային, հա։ Սպասվում էր, որ Իսլամաբադը հենց այդ հանգրվանն է լինել։ Իրականում որոշ հաշվարկներ երևի թե սխալ էին արվել։ Շատ է խոսվում այն մասին, որ ամեն դեպքում Իսրայելը Բենյամին Նեթանյահուն ավելի կոնկրետ կարողացել է Թրամփին խաբել եւ համոզել, որ շատ հեշտ հաղթանակ է լինելու եւ ասել է, որ շատ արագ կփոխենք այնտեղ ռեժիմը, շատ արագ պարտության կմատնենք միջուկային եւ հրթիռաշինական օբյեկտները կոչնչացնենք եւ Իրանը կկապիտուլացի։ Բայց վերացրեցին ահագին։ Ահագին վերացրեցին, բայց պարզվեց, որ օրինակ Reuters-ը վերջերս գրել էր, ընդամենը 1/3-ն է ոչնչացվել Իրանի հրթիռային պաշարների, որովհետեւ իրենք այս 30 տարուց ավել իրականում պատրաստվում էին այս պատերազմին։ Գիտեին, որ այս օրը գալու է։ Բավականին շատ
Այսպես Իսկ Ամերիկայում չգիտեին, որ Իրանը պատրաստվում է։ գիտեին, բայց իրենք էլ չէին ուզում գնային։ Ենթակառուցվածքներ են լուրջ ստեղծել սարերի մեջ, ասենք ժայռերի մեջ, իրենց հրթիռային պաշարները այնտեղ են տեղակայել, որ դժվար լինի դրանք խոցելը։ Եվ իրականում պարզվեց, որ այդքան էլ հեշտ չի Իրանին հաղթանակ տանել, Իրանի դեմ։ Հետագա փուլի ճակատագիրը էլի որոշելու է Հորմուզ։ Այո, եւ հիմա խնդիրը ավել է բարդացել։ Եթե Ժնևի բանակցություններին, որ փետրվարին տեղանցավ, Հորմուզի հարց չկար, Հորմուզի նեղուցի։ Հիմա Իրանը փակելով Հորմուզի նեղուցը ավելի դժվարին փուլ է բերել բանակցությունները։ Հիմա եւս մեկ այդ դժվար հարցերի այդ փաթեթին եւս մեկն է ավելացել։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացումը։ Ավելին, ասեմ, Իրանը հայտարարել է, որ այսուհետ Հորմուզի նեղուցով անցնող նավերից ինքը վճար է գանձելու ամեն նավից $2 միլիոն, որպեսզի իր կրած վնասները փոխհատուցվի։ Եվ սա էլ ավելի է բարդացնում խնդիրը։ Ավելին, Իրանը այսօր հայտարարել է, որ Հորմուզը կամ բաց կլինի բոլորի համար, կամ ոչ մեկի։ Տարբեր հայտարարություններ են հնչում։ Ընթացքում ասել էին, որ բարեկամ երկրների համար բաց է, կարող են անցնել, որ բարեկամների համար փակ է։ Իրականում ԱՄՆ-ն այս հարցում այդքան շատ չի տուժում, ամերիկյան տնտեսությունը։ Այստեղ ավանաշատը տուժում են Ամերիկայի բարեկամ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք որ իրենց նավթը Հորմուզի նեղուցի միջոցով արտահանում են Չինաստան, Հնդկաստան եւ ասիական այլ երկրներ, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ այլն։ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը եւ այլն։ Հիմա այս երկրներն են ավելի շատ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրում։ ԱՄՆ-ն դրանից այդքան էլ չի տուժում, բայց իր դաշնակիցները բավականին լուրջ տնտեսական վնասներ են կրում։ Դե հիմա շատ վտանգավոր հանգրվան է, կամ պատերազմական գործողություններ են սկսում, կամ Թրամփի հայտարարած այդ նեղուցը փակելու օպերացիան, դա էլ Աստված գիտի ինչ։ Այո, հիմա մարտավարական Իսրայելը ասում են պատրաստ է նորից անցնել գրոհի։ Իսրայելը իրականում, այո, Իսրայելն էլ Իսրայելը ուզում է վերջնականապես այդ հարցը փակի Իրանում ռեժիմի փոփոխություն իրականացրի, կապիտուլյացիա իրականացնի, Իրանին կապիտուլյացիա արտադրի եւ վերջնականապես այս հարցը փակի, որովհետեւ բոլորն են Դե դա չհաջողվեց։ Չհաջողվեց, բայց դե իրենք հույս ունեն, որ կհաջողվի, որովհետեւ իրենք բոլորն շատ լավ հասկանում են, որ Իրանը, եթե այս փուլում նոր պատերազմ չունի, որոշ մի քանի տարի անց նորից վերականգնվել է։ Ինքը ունի այն գիտելիքները, ունի այն կարողությունները, որպեսզի վերականգնի իր հրթիռները, իր միջուկային կարողությունները, որովհետև Իրանից բազմից հայտարարել են, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող են ոչնչացնել միջուկային եւ այլ օբյեկտներ, բայց իրենց գիտելիքները, իրենց կարողությունները իրենք անհնար է ոչնչացնել։ Իսկ իրենք շատ լուրջ հրթիռաշինական կարողություններ ունեն։ Իրանը հրթիռաշինության մեջ աշխարհում լավագույն տասնյակում է, բավականին լավ հրթիռներ ունի եւ այս է ամբողջ, այսպես ասեմ, խնդիրը իմ կարծիքով։ Իրանի տապալման այդ նախնական փուլում պատերազմի տապալմանը սպասող երկրների շարքում էր Ադրբեջանը, եթե համաձայն ես Արմեն այս ձևակերպմանը, բայց այսօր Ադրբեջանը վերաբացել է Թեհրանում դեսպանությունը իրենց, այսինքն էլ չի հավատում, որ Իրանը կգնա։ Դե հաստատորեն այդ բուրգը իշխանական բուրգը չփլուզվեց։ Մեկ Խամենեին փոխարինեց մեկ ուրիշ Խամենեին։ Ալի Խամենեին փոխարինեց իր որդի Մոջտաբա Խամենեին եւ դրանով մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։ Ամբողջ ԱՄՆ-Իսրայել տանդեմի ամբողջ այդ մարտավարությունը, ամբողջ այդ խաղադրույքը դրված է նրա վրա, որ արագ այսպես կգխատեն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ բուրգը ներսից կփլուզվի։ Եվ իրենք շատ լավ տեղեկություններ ունեն կոնկրետ օրով ժամով, թե որ օրը Ալի Խամենեին եփե խորհրդակցություն անցկացնելու եւ որտեղ արդեն ամբողջովին այդ խաղադրույքը դրա վրա են կատարել, որ միանգամից հարված են ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացնեն եւ բուրգը կփլուզվի իշխանական, բայց դա տեղի չունեցավ, հիմա արդեն իսկ որին սպասում էին նաեւ Բաքվում։ Հնարավոր է նաեւ սպասում են, բայց չգիտենք, որ մեկը չի կարող հստակորեն ասել։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ այդ սպասելիքները չարդարացան եւ հիմա արդեն նաեւ լուրջ հակասություն կա ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում։ Եվ J.D. Vance-ը եւ Մարկո Ռուբիոն շատ լարված հարաբերություններ ունեն, վերջին ժամանակներս նրանց հարաբերությունները լարվել են Նեթանյահուի հետ։ Փաստացիորեն Նեթանյահուն
ԱՄՆ-ին թակարդն է գցել։ Պետք է ասեմ, որ բավականին երկար ժամանակ Իսրայելի վարչապետը փորձում էր ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմական գործողությունների մեջ, նրա ձեռքով կրակիչ ականակներ աներ, բայց եւ Ջորջ Բուշ կրտսերը եւ Բարակ Օբաման եւ նախկին նախագահ Ջո Բայդենը հրաժարվել են մասնակցել այդ արկածախնդրությանը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու։ Միայն Թրամփը գնաց այո դրան։ Հիմա ո՞նց են դուրս գալու։ Հետ դարձի ճանապարհը ինչպես են։ Կարծում եմ Ամերիկան պետք է փորձի չկորցնել դեմքը ամեն դեպքում, չէ՞։ Դե քարոզչական մակարդակով իրենք կարող են ասել, որ դե տեսեք միջուկային օբյեկտները ոչնչացրել ենք, հրթիռաշինական, այսպես ասեմ, գործարանները ոչնչացրել ենք, մենք էլ մեծ կորուստներ չենք կրել, կարծում եմ կարող են դա անել։ Քարոզչական մակարդակում ցույց տալ։ Պատերազմում կմնա Իսրայելը։ Իսրայելը այսպես թե այնպես մշտապես պատերազմի մեջ է Իրանի դեմ։ Երբեմն ուղղակի Ես նկատի ունեմ այն ակտիվ փուլը, որը հիմա է սպասվում։ Հիմա ես կարծում եմ Իրանն էլ չի ուզում, Իսրայելն էլ չի ուզում ակտիվ ռազմական փուլ։ Երկուսն էլ մեծ վնասներ են կրել։ Երեք Իսրայելի կառավարությունը հրապարակել է իր ֆինանսական կորուստները, ինչքան գումար է ծախսել այս ռազմական օպերացիայի ժամանակ մոտ 17-18 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Ընդ որում ես դրա մասին գիտեի նախորդ տարի սեպտեմբեր-հոկտեմբերի կողմերը Իսրայելում արդեն ասում էին, որ ովքեր որ հետևում են տարածաշրջանին, Իսրայելում ասում են, որ Բենյամին Նեթանյահուն արդեն որոշակի գումար Պաուստային ֆոնդում նախատեսել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում տնտեսությունը ամբողջովին չփլուզվի եւ խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին էր։ Տրիպի համար որևէ խնդիր առաջանում է։ Կարծում եմ, որ ոչ, տրիպի դեպքում ոչ մի խնդիր չի առաջանում։ Ոչ Իրան-ադրբեջանական, ոչ Իրան-Հայաստան սեգմենտում։ Դե տրիպը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի եւ ճանապարհ է, Իրանը ինչ պետք է անի։ Հոչի արվածել Հայաստանի ճանապարհին անցնող Հայաստանի տարածքով անցնող ճանապարհին։ Չէ, տրիպում ամերիկյան ներկայությունը Իրանի համար։ Ինչ անենք։ Թուրքիայում էլ կա ամերիկյան ներկայություն, բայց Թուրքիան չհարվածեցին։ Ես ուզում եմ հիշեցնեմ, Հայաստանը այն երկիրն էր, այն քիչ երկրներից, որ Իրանը որևէ կերպ ոչ մի քայլ չարեց Հայաստանի դեմ։ Ադրբեջանում Նախիջևանի օդանավակայանին մի քանի հատ դրոնային հարված եղավ։ Թուրքիայի օդում մի քանի բալիստիկ հրթիռներ խոցվեցին, չնայած ասում են դա Թուրքիային դեմ չէր ուղղված, այլ ավելի շատ նպատակ կար հարվածել Հունաստանում գտնվող ամերիկյան բազաներին, բայց ամեն դեպքում Թուրքիայի տարածքում են դրանք խոցվել եւ այդտեղ էլ որոշակի լարվածություն առաջացավ Թուրքիա-Իրան հարաբերությունում, չնայած անմիջապես խնդիրը կարգավորվեց։ Մնացած հարաբանների մեծ մասում էլի խնդիրներ առաջացան։ Իրաքի տարածքում խնդիրներ առաջացան։ Մի խոսքով, միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ոչ մի գործողությունների Իրանը չի գնացել։ Հայաստան-Իրան հարաբերություններում պատերազմական շրջանում վարկագիծը ճիշտ էր ընտրված։ Իհարկե ճիշտ է, եւ ով էլ էր, այդպես էլ պետք է անել։ Արկածախնդրություն կլներ, եթե մենք կողմերից որևէ մեկի կողմը բռնեինք եւ Հայաստանը ներքաշեինք կոնֆլիկտի մեջ։ Ավելին Հայաստանը բավականին մեծ, բավականին լուրջ օգնություն է տրամադրել Իրանին։ Դրա մասին իհարկե շատ չեն խոսում, շատ չեն տնկարում, բայց եւ դեղորայքի եւ այլ ապրանքների տեսքով մենք մեր քայլը արել ենք եւ բնականաբար Իրանում գոհ են Հայաստանի պահվածքից։